Գիրք ամբակում, գլուխ 2. Իմ պահապանության տեղը կանգնեմ և կենամ պարսպի վրա և մտիկ տամ տեսնեմ, թե ինչ է խոսելու ինձ հետ և ինչ պիտի պատասխանեմ իմ հանդիմանության մասին։ Եվ Տերը ինձ պատասխան տվավ և ասեց. գրիր տեսիլքը և որոշ նշանակիր տախտակների վրա, որպեսզի վազա նրան կարդացողը, որովհետև տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է և շտապում է վախճանին և չի ստի։ Եթե ուշանա էլ, սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և ետ չի մնա։ Ահա նա գոռոզացել է, նրա հոգին ուղիղ չէ իրանում, բայց արդարը իր հավատքովը պիտի ապրե։ Եվ մանավանդ կինին խաբեբա է, ամբարհավաճ մարդը հաստատ չի մնա, որ դժոխքի պես լայնացրել է իր հոգին, և ինքը մահվան պես է և չէ կշտանում։ Եվ իր մոտ ժողովեց բոլոր ազգերը, և իր մոտը հավաքեց ամեն ժողովուրդները։ Միթե սրանք ամենքը նրա վրա առակ չեն հանելու և ծաղրական հանելուկներ նրա մասին և ասելու. «Վայ Իրանը չեղածը շատացնողին, մինչև ե՞րբ, և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։ Միթե հանկարծ չեն վեր կենալու քեզ կծողները և զարթնելու քեզ տեղահանանողները, և դու ավար ես դառնալու նրանց համար, որովհետև դու շատ ազգեր ես կողոպտել, քեզ էլ պիտի կողոպտեն բոլոր ազգերի մնացորդները, մարդկանց արյունների և երկրի ու քաղաքի և նրանում ամեն բնակողների զրկանքին համար։ Վայ իր տան համար չար վաստակված տակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղը դնե, չարի ձեռիցն ազատվելու համար։ Անարգանք խորհեցիր քո տան համար, շատ ազգերի կործանումով, և մեղանչեցիր քո հոգովը, որովհետև քարը պիտի պատից աղաղակե, և գերանը պատասխան պիտի տա փայտերի միջիցը։ Վայ քաղաքը արյուններով շինողին և ավանը անիրավությամբ հաստատողին։ Չէ՞ որ ահա սա զորացտերիցն է, որ ազգերը կրակի համար են հոգնում, և ժողովուրդները դարդակ տեղն են վաստակում, որովհետև երկիրը պիտի լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես որ ջրերը ծածկում են ծովը։ Վայ իր ընկերին խմեցնողին, որ բարկությունը թափում ես ու նաև արբեցնում, որպեսզի տեսնես նրանց մերկությունը։ Դու փառքից ավելի ամոթով կշտացար։ Դու էլ խմիր և մերկացիր, դեպի քեզ պիտի դառնա Տիրոջ աջի բաժակը և անարգանքը քո փառքի վրա, որովհետև Լիբանանի զրկանքը պիտի ծածկե քեզ և գազանների հափշտակությունը քեզ պիտի վախեցնե, մարդկանց արյունների և երկրի ու քաղաքի և նրանում ամեն բնակողների զրկանքի համար։ Ինչ օգուտ ունի կուռքը, որն որ քանդակել է նրան արվեստավորը, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ իր քանդակածը քանդակողը ապավինում է նրա վրա և համր կուռքեր շինում։ Վայ նրան, որ փայտին ասում է զարթնի՛ր, վեր կաց է ասում մունջ քարին, միթե նա սովորեցնող է։ Ահա նա պատված է ոսկով և արծաթով, իսկ բնավ հոգի չկա նրա միջումը։ Սակայն Տերը իր սուրբ տաճարումն է, լռիր նրա առաջին, ով բոլոր երկիր։